Ամուսնուն ամուր թևանցուկ արած Լենա Ղազարյանը հերթական վիրակապությանն է շտապում։ Ստոմայով ապրելը արդեն անցյալում է։ 5 տարի ապրումների մեջ հույսով, որ լավ մի ամիս, 2 ամիս, մի տարի, 2 տարի ես ինչ-որ մի տեղ կգտնեմ, որ վիրահատեն։ Հույսս չի կտրում, որովհետև ասեցին բարդ է, դժվար է, բայց ես փորձեցի ամեն դեպքում ինչ-որ տեղ գտնել եւ գտա։ Բարդ վիրահատությունը հանձնառած բժիշկները այն իրականացրել են 11 ժամում։ Արդյունքում այսօր կինը իրեն լիարժեք է զգում։ Ես հիմա նորմալ կյանք եմ վայելում, նստացրեցին տեղը ստոմաս, լավ զգում եմ ինձ։ 5 տարի առաջ իրականացված հաստաղու ուղիղաղու ցածր տեղակայման ուռուցքի բաց վիրահատությունից հետո տեղադրվել էր ստոմա, հույս ունենալով, որ հետագայում միացման տվյալ հատվածը կլավանա եւ կկարողանան ստոման փակել, բայց տեղի են ունեցել տվյալ հատվածի միացման սպիական փոփոխություններ, լուսանցքը ամբողջությամբ փակվել էր։ Հաշվի առնելով տվյալ զոնայի շատ մոտ լինելը անուսին, դա 3 սանտիմետր ընդամենը հեռավորություն եւ տվյալ հատվածում նոր անաստամոց ձևավորել, այսինքն նոր միացում ձևավորել, հեռացնել հին միացումը եւ նոր միացում ձևավորել, դա շատ բարդ խնդիր է, երբ որ ունենք արդեն իսկ բարդություններ, այսինքն անաստամոզի անբարոյություն, տվյալ միացման նախորդ միացման անբարոյություն, հարակից հյուսվածքների բորբոքում, հետագայում բալոնային դիլատացիաներ, բուժավորումներ, որոնք բերում են հարակից հյուսվածքների սպիական լուրջ փոփոխությունների եւ պրակտիկորեն անհնար է դառնում նոր ձևավորումը։ Հաշվի առնելով այն, որ առաջնային փուլից 5 տարի անցել էր եւ բուժարուն մեծ ցանկություն ուներ ստոմայից ազատվելու, որոշեցին գնալ այդ քայլին։ Բժիշկը ընդգծում է իր պրակտիկայում նման կառուցվածքային խնդիրներով ու հեռավորությամբ եզակի միջամտություն էր։ Ստացվեց մեր մոտ, կարող եմ ասել, որ անկախ ժամից հասնել մեր ցանկացած արդյունքին եւ ստոմա ունեցող պացիենտին արդեն իսկ լիկվիդացնել այս ստոման եւ առաջնային անաստամոզը ձևավորել, որից հետո պացիենտը հիմա ստոմա չունի, իր բնական ճանապարհով գնում է տուալետ եւ որևէ գանգատ որպես այդպեսին չի նշում։ Այդ վիրահատական ընթացքում մենք ինչ-որ բարդություններ չենք ունեցել, պացիենտը մոտ 8 մահճակալ օր մեր մոտ գտնվել, որից հետո դուրս է գրվել բավարար վիճակում։ Ամուսինն էլ նշում է, ամենակարևորը կնոջ կենսուրախությունն է վերագտել։ Հիմա ուրախ եմ, հիմա արդեն իր ձեռով ամեն ինչ անում է, տուն արդեն ճաշել է փոմ հավաքում, հարտը գանում, նորմալ է, վարկացում, բայց էլ մի քիչ թույլ է, բայց ոչ կդզվի։ Բժշկի խոսքով, երբ կան ուղիղաղու ցածր տեղակայման ուռուցքներ, աշխարհում առաջնային վիրահատությունները հիմնականում կատարվում են մինի-ինվազիվ եղանակով, եւ այլ երկրներ մեկնելու կարիք չկա, քանի որ այդ ամենը հասանելի է նաեւ մեր երկրում։ Կարևորը ժամանակին բուժօգնության դիմելն է։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, լուրեր։